երկրորդ հարձակումը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի վրա, Ռուսաստանի Դաշնության խոսնակը դուք մեզ մեղադրում ասում եք ոչ մի բան չարեցիք, մեր հայ ժողովրդին պաշտպան եւ այլն, չէ՞ տենց խոսակցություն կա։ Հայտարարություն է անում, ասում է կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին դադարեցնել բաները, ռազմական գործողությունները։ Սա ինչի մասին է, սա նրա մասին է, որ մեզ ներքաշում էին այն բանի մեջ, որ ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի Հանրապետության տարածք։ Սա է եղել պլանը, որ Հայաստանի Հանրապետության մի կտոր էլ, չգիտեմ, գրավվեր կամ օկուպացվեր կամ ինչ-որ մի բան լիներ, եւ հետո Ռոբերտ Քոչարյանը 2021 թվականին որպես Ռուսաստանի ամենալավ թեկնածու միջև Սամվել Կարապետյանի հայտնվելը, հիմա երկու լավ թեկնածու կա, միջև իր հայտնվելը, բան, տենց գար ասեր, դե մենք իմիջիալից այդ խոսակցությունները գնում է, դե մենք չենք կարողանում, մենք փոքր ազգ ենք, ինչ կարանք անենք, մենք չենք կարող, պետք է մեր անվտանգության միակ ձևը դա միութենական պետության մաս լիներ։ Էս է եղել պլանը։ Պլանը եղել է գուբերնատոր դառնալը, Ռոբերտ Քոչարյանի։ Մեզ ասում եք Լեռնային Ղարաբաղ դուք հանձնեցիք։ Հարգելիներս, եկաք ստեղ տոնեցիք, որ դուք այնտեղ հաղթել էիք։ Բա ո՞նց թուղթը ստորագրեցիք։ Ո՞վ է թուղթը ստորագրեց։ Լեռնային Ղարաբաղի լուծարման թուղթը ժողովուրդ ով ստորագրեց։ Մենք կռվել ենք։ Ինչքան զենք կա տվել ենք, ինչքան փող կա տվել ենք, ինչքան մեռնել կա մեռել ենք, ինչքան մեռնելու ձև կա, այդ մեռնելու ձևերով անցել ենք։ Դուք արեցիք դա։ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողելուց սկսած, ինչպես Տիկին Գրիգորյանը արդարացի նշեցի, որ արդարացի ժամանակին նշում էր Ռոբերտ Քոչարյանի մասին, վերջացրած Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը ստորագրելով հանդերձ։